Բայազեդը պաշարված էր։ Թուրք, քուրդ, բոշա, ջուլո եւ ավելի քան 20,000 խառնիճաղանց բաշիբոզուկներ խառն տաճկաց կանոնավոր զորքերի հետ շրջապատել էին կիսավեր քաղաքը։ Նա ծխում էր կրակի մեջ։ Բարբարոսի սուրը եւ գերությունը սպառել էր նրանց։ Հայերից մի փոքրիկ մաս միայն ազատվել էր, կանխապես փախչել ինձ սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ Պարսից հողի վրա է գտնվում։ Մի կաթիլ ջուր, նվաղեցած արավից, մի պատառ հաց, մեռնում եմ սովից։ Մուսուլմանները կոտորում էին հայերին, կոտորում էին կրակից դուրս փախչողներին չխնայելով ոչ սեռի եւ ոչ հասակի։ Մանկահասակ աղջիկներին ծամերից բռնած քարշ էին տալիս տներից։ Ամեն կողմից լսելի էին լինում ցավալի աղաղամուդիրում։ Դրանց մոտ կանգնած էր մի ուրիշ հայ երիտասարդ, որ նույնպես նայում էր քաղաքում կատարվող բարբարոսությունների վրա։ Նայեցեք, այսքան բազմության մեջ մի մարդ էլ չեք տեսնի, որ ձեռք բարձրացներ իր սպանողի վրա, էլ դրանից ավելի ինչ կարող է լինել։ Որ շարժեր մարդու կատաղությունը, որ բորբոքեր մարդու վրեժխեթրությունը։ Տունը աչքի առջև այրում են, զավակները կրակի մեջ խորովում են, կինը, աղջիկը քաշում տանում են, իսկ իրենք տեսնում են այդ բոլորը եւ ամենայն խոնարհությամբ պարանոցը դեմ է անում թշնամու սրին։ Տո անիծյալ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր, հետո մեռիր։ Վարդան, դու միշտ այսպես անգութ ես։